Բարգուն փոլորիտ, ինչպես գիտեք, այսօր երկուշաբթի օր է եւ ամեն երկուշաբթի ժամը 7:07 ես բժիշկ Հարութ Խանջյան, California Eye Center։ Մենք հիմա live ենք ասվարգյանին եւ գրնակ տեսնալ միշտ երկու հատ համար ունենք տելևիզիոնի վրա, COVID live համարս կա, որ գրնակ կանչել, գրնանք իրար հետ խոսիլ եւ մեր օֆիսի թիվերն ալ գտրվի, որ եթե ոյվը մեկ ժամանակ կուզեք կանչել, ժամարտություն վերցնեք, հրամեցեք եկեք, ինչու՞ չէ։ Այսօր եւ ամեն երկուշաբթի գիտեք հատուկ բաների մասին կխոսենք, որ աչքին հետ կապ ունի, եւ այսօր մենք պիտի խոսենք visual field testing-ի մասին, որով շատերնիդ գուքակ աչքի բժիշկին օֆիսը գնայգաս թեստը, բայց շատերնիդ չեք հասկանար ինչու բժիշկը գուզե որ քո ձեռքը դա ռեմոտը տա, գծակը տնե, մեկ աչքդ փակե եւ լույսերը տեսնասնե, ռեմոտը սխմես։ Ադոր անունը visual field test եւ ադի գրնամսել բոլոր օֆիսի մեջ ամենակարևոր թեստն է, որով մեր դեսաթաշտը, որ մենք կսենք դեսաթաշտ, միջև հոսե, աչուցախ 120 դգրի եւ աս վերու վարը, աս բոլոր մեր դեսաթաշտը կգարավարե at visual field testing-ը, որ մենք կնենք ռեմոտով։ So գուզեի բացատրել ցեզի այսօր շատ կարծեվով առաջ որ տելեֆոնները պատասխանենք, ինչու համար մենք այդ թեստը գնենք։ So at Humphrey visual field test-ը, որ մենք գնենք մի քանի պատճառով։ Ամենահայտնի պատճառը, որ ինչու մեկը պետք է այդ ռեմոտի թեստն է, գլակոմայի համար է։ So եթե մեկը ցեզի սերն է, որ գլակոմա ունիս կամ աչքի ջնշման գասկած կա, քեզի թեղեր դրված է, Latanoprost, Lumigan, Combigan, Aesop, Dorzolamide, Timolol, Cosopt, ասոնք բոլոր ջնշման թեղեր են աչքի ջնշման համար։ Տարիմը մեկ պետք է այդ visual field test-ը ունենք, որ տեսնա բժիշկը, եթե քո տեսադաշտիդ մեջ ովևէ մեկ մասը տեսադաշտը սկսեր է բացիլ կամ ոչ։ Եվ ոչ թե ամեն տարի պետք է գրտնեն ադի 2024, 2025, 2026, ամեն տարի այդ ռեմոտով թեստը բիտլա, որ բժիշկը գիտնա քո ֆիզիկական դեսաթաշտիդ մեջ դեսողությունը կսկսի գոր բացիլ կամ ոչ։ Երկրորդ պատճառը ինչու գնենք այդ թեստը, եթե մեկը ստրոկը ստանա։ Ստրոկը գիտեք, այստեղին էմբոլայը կուքա, գրնա աչքին զարնե, գրնա ուղեղին երթա։ Գաբունի ուր զարգավ ուղեղի մեջ, հոս զարգավ, յետևը զարգավ, այդ ռեմոտի թեստը, քո դեսաթաշտիդ ռեմոտի լույսերը, որ թուն պիտի սխմես, մեզի գրնա ասել այդ ստրոկը ուր խփեց քո ուղեղիդ։ Այստեղ յետևը խփեց, վերևը խփեց, թեպի ծայրը խփեց, ուր խփեց այդ ստրոկը։ So այդ ռեմոտը այդ լույսերով, որ դուք կսխմեք, կարդես կդպվի, եւ այդ դպված կարդեսով մենք կրնանք գիտնալ որ մասը ստրոկը խփեց ձեր գլուխի մեջ։ Երրորդ, հիվանդ մի եկավ ուժեղ գլխացավով, ըսավ մեզի որ ագանչի մեծ ցայն կա, ըսավ մեզի որ հետ տալու սկացում ունի, ըսավ մեզի որ որոշ ժամանակ օրվա մեջ կսկսի բղդոր երևի։ Արդեն դուք գիտեք մեր վախը ինչ է, tumor, գրնալալ ուղեղի մեջ ուռուց կա։ Եվ շատ եղած է, որ աչքի բժիշկի օֆիսով, աչքին քննության ժամանակ, աչքի բժիշկը կդեր է tumor ուղեղի մեջ։ Ես իմ 16 տարվա մեջ 3 հատ հիվանդ ունիմ, որ աչքի քննության ժամանակ tumor կդա ուղեղի մեջ։ Եվ այս թեստի միջոցով գրծա անել։ Եվ ադոր նշանները ընդհանրապես կլա, որ period-ը նորմալ չլար, հետ տալու սկացում կլա, ագանչի մեջ ցայն կլա, գրնալա գուրցկից գատկա, ասոնք բոլոր կնշանակեն, որ pituitary gland-ը, որ այդ ամեն հորմոնները, որ ինքը release կնե, եւ որ tumor-ը լա այդտեղ, այդ հորմոնները շատ քանակով release կլա եւ ավելում կսկսի մարմինի մեջ լա, period-ը abnormal, գուրցկերից կատ, գլխացավ, ցայն, հետ տալու սկացում։ So երբ որ մենք ադանք բաներ լսենք, մեր առաջին կասկածը, որ անպայման պետք է որ այս թեստը լա, visual field test։ Եվ չորրորդը, ադոնք որ high risk medication գարնեն,
So եթե բժիշկը քեզի Plaquenil դվեր կամ hydroxychloroquine դվերեն, Plaquenil-ը hydroxychloroquine-ը բորբոքման համար թեղեր են։ Հիմա օրինակ մեկը lupus ունի, մեկը rheumatoid arthritis ունի։ Ամեն բան փորձեր եք, բամը չոքներ, բայց բժիշկին դվածը, որ քրվեր է hydroxychloroquine, որ անունը Plaquenil, ասիկ օգնե։ Ինքը inflammatory բորբոքվային մարմինի բորբոքվային համար թեղմն է, որ մարմինը գոքնե, բայց փոխադարձ աչքին մեջը վնաս կրնադալ։ So որոշ քանակը աթեղին եւ որոշ տարիներ որ գարնես, կրնա աչքի մեջ վնասը սկսի տալ։ Նույնիսկ tamoxifen, որ ինքը breast cancer-ի medication է, անալ կրնա աչքի մեջ վնաս տա։ Ամիոդարոն, որ գործածենք արիթմիայի համար, եթե քո սիրտի զարգը նորմալ չէ, բժիշկը ամիոդարոն կրնա տա, որ սիրտի զարգը ավելի նորմալի մեջ լա, բայց այդ թեղը խմելով կրնա աչքին երջաթաղանթին վրա աղդուդությունը ստեղծե։ Նույնիսկ Degaxin եւ Sildenafil, որ գսվի Viagra, ադի մարդկանց թեղ է, որ հիմա գիներն ալ սկսել են կորզածել ջնշման համար։ So at Viagra-ն գրնա ժամանակով աչքի վրա վնաս տա եւ աս թեստերը որ այսօր թեզի պիտի բացատրեմ visual field test որ remote-ով գնեն ադի հadoop ադոր համար է so երթամ թեզի վիդեոյով ցույց տամ որ դուք գիտնակ եթե օրը ծեր բժիշկը ուզեց այս թեստը կարևոր թեստ է so եթե վիդեոին երթանքն է կտեսնաք որ հadoop թեստ մգա որ ժամանակին մենք մատներով գնենք հիվանդի մեկ աչքը կփակենք եւ մեր մադերը ցույց կտանք կսենք քանի մատ կա հոս քանի մատ կա այնտեղ եւ գրնանք մենք հիվանդին դեսողության կենտրոնը ստուգել որ central field կսենք կամ գրնալալ հիվանդին peripheral vision peripheral դեսաթաշտը որ գողքերը կսվի Եվ մենք միշտ մեկ աչքը կփակենք, մույսը կփանանք, վերջը մույսը կփակենք, մույսը կփանանք, որ տեսնանք տեսաթաշտերը ամեն մեկ աչքը զատ ինչքան կրնա տեսնա։ Հիմա դի մենք ցերկով գնենք, բայց գա ապարատներ, որ կրնանք օֆիսի մեջը մեկ աչքը փակելով լույսերով անել, եւ հիվանդին ցերկը ռեմոտ կուտանք, եւ ամեն անգամ որ ինքը լույսը տեսնա Կոջակը կկողե եւ այդ կողածը արդեն ապարատը կսկսի ինքն իր զինքը կարդես ստեղծել այդ աչքին կամ այդ ցախ աչքին դեսաթաշտի դեղերը որ տեսար կամ այդ դեղերը որ չի տեսավ եւ այդ չի տեսած դեղերը արդեն կբարձվի որ ինքը իրական իր դեսաթաշտի մեջ դեղեր կա որ գրնալա չի տեսնա հիմա այստեղ կտեսնաս երեխամը կայները այստեղ Բայց երեխայի կեսը մինակ երևցավ, որով դեսաթաշտին մինակ ասկանը կերևի, մնացածը արդեն ամենը սկսեր է բխտորվիլ։ So ադոր համար այդ ռեմոտի թեստը շատ կարևոր է, որ կներկայացնե ինչպես այդ անձը իրական աշխարհի մեջ կտեսնա։ Եվ այդ ցևով մենք կրնանք գիտնալ, եթե ովևէ մեկ տեղը վնասված է եւ այդ վնասված տեղը ուր կհամեմատվի ուղեղին մեջ։ Եթե գլակոմա է, օրինակ պետք է աչքի ջնշումը ցած բերենք։ Եթե ստրոկ է, կրնանք ընտանեկան բժիշկին շուտ մեն լուրդանք, որ ստրոկը ասմասը ուղեղին խփեց։ Եթե թումոր է, տեսաթաշտին կեսը կսկսի մթնալ։ Շուտ մեն արդեն կրնանք բժիշկներուն լուրդալ, եթե իդ ստուդիո կրնանք կալ, շուտ մեն կրնանք բժիշկին լուրդալ, որ թումորը այս մասն է ուղեղի մեջ կամ թումոր գա շուտ մեն առաջ կառնենք գործողություն եթե պիտի հանեն կամ պիտի չանեն հիանալի բան է այդ մեկ մեքենան այդ մեկ ռեմոտը այդ մեկ լույսերով այդ սխմելը ինչքան բաներ մեզի գրնա ասել աչքին մասին աչքին դեսաթաշտին աչքին neurological so եթե երբեք կացեր եք neuro-ophthalmologist Neuro-ophthalmologist-ը հատուկ բժիշկ մնե, որ աչքի նրվին հետ կապ ունի, որ այդ աչքը նգարը կտանի ուղեղ, բոլորը այս թեստեր ունին, որ օֆիսի մեջ կնենք։ Եվ նույնիսկ ադոնք, որ as high risk medication-ը գարնեն, Plaquenil, Sildenafil, Tamoxifen, ասոնք բոլոր թեղեր են, Amiodarone, եւ նույնիսկ Degaxin, ասոնք ամեն թեղեր են, որ գրնան աչքին վրա վնաստան եւ աս ռեմոտով թեստը որ գսենք visual field test
ասոնք են որ մեզի օգնել գիտնալ եթե վնաս եղեր է աչքին կամ ոչ կամ վնաս չեղած եթե հիմա վնաս եղեր է եւ մեկը plaquenil թեղը գաննե որ hydroxychloroquine թեղն է շուտ մեն պետք է բժիշկին լուր տանք որ այդ թեղը կայնեցնեն հիմա օրինակը վիդեոին գրնանքն է երթալ plaquenil-ի մասին պիտի խոսենք որ ասի նորենգի հիշեցնեմ ցեզի թեղ մնե որ գտանք գուդա ընտանեկան բժիշկը կամ rheumatologist բժիշկը եթե մեկը ասենք rheumatoid arthritis ունի ցերքի կամ արմուգի կամ ձունգի ցավ ունի կամ ասենք lupus ունի կամ շոգրն ունի կամ ոյվե մեկ autoimmune disease ունի rheumatologist բժիշկը այս թեղը գուգա անունը plaquenil որ նորեն կոչվի hydroxychloroquine ասի COVID-ի ժամանակ շատ հայտնի եղավ եւ որ president Trump-ը ասա որ ես այս թեղը գարնեմ գոր COVID-ի համար շատերին չէին գիտեր այսօր մասին բայց այդ ժամանակ շատ հայտնաբերվավ հիմա շատ հիվանդներ ունենք որ ասի գարնեն մանավանդ ոսկորի ցերքի արմուգի ցավերու համար եւ գոքնե բայց միշտ ինքը գուսկուշացվի այդ հիվանդին որ պետք է երթաս 6 ամիսը մեկ աչքի բժիշկը պետք է ստուգե որով ով որ այս թեղը առնե գրնա սկսի աչքին մեջը այդ թեղի աղդոդությունը հավաքվել հիմա ինչպես մենք կգիտնանք մի քանի դարբեր ցև առաջինը հադագը նկարվի CT test կլա եւ field test կլա աչքին հադագի մեջ պետք է տեսնանք ասանք քեղեցիկ նարինջակույն նկար պետք է լա պետք է որ նրվը հոս քեղեցիկ թեղին քույն ունենա պետք է որ այստեղ գենտրոնը մակյուլան ասանք մութ քույն ունենա բոլորին աչքին մեջ ասանք է բայց երբ որ մեկը plaquenil գարնե իրա քանակը դոսը շատ բարձր կամ ասենք 6 տարիից ավել խմեր է գրնա լալ այդ plaquenil-ին թեղը սկսի աչքին մեջը toxicity հավաքվել toxicity-ը որ այդ թեղը գրնա լա ծեր ոսկորներին օգուտ տա եւ բայց փոխադարձ աչքին հադագի մեջ աղդոդությունը սկսի հավաքվել երբ որ ասանգը սկսի լմանել աչքին մեջ աչքի բժիշկը շուտ մեն ընտանեկան կամ rheumatologist բժիշկին պիտի կապնվի որ իրենց ասե որ այս թեղը պետք է կայնեցնենք որով սկսերը աչքին վնաս տալ so գրնակ տեսնալ ինչպես ադի ըլան է քո դեսադաշտի գենտրոնը կսկսի բխտորվել եւ ջմրտկվել հիմա գտեսնակ ինչպես հոս մեջտեղը դեսաթաշտին սկսավ քույնը փոխվել սկսավ ջմրտկվել սկսավ կոնտրաստը գործընծնել գարմիրը չէ գաբույտը գաբույտ չէ որով այդ թեղի քիմիան սկսավ աչքին ամենակարևոր դեղը խանգարել եւ շատ կարևոր է որ եթե դուք այս թեղը գարնեք 6 ամիսը մեկ պետք է ստուգվիք եւ պետք է բժիշկին աչքի բժիշկին ասեք որ ասի ես կառնեմ որ ինքը գիտնա որ ինչ թեստ պիտնե եւ գիտենք որ այս թեղը ժամանակով գսկսի իր ռիսկը հավաքվել հիմա ժամանակը սենքն է ընդհանրապես 6 տարիից հետո եթե մեկը գառնե որ այս թեղը 6 տարիին վերջ շատ ուշադիր պետք է ստուգվի աչքը որով 6 տարիին վերջ կսկսի վնասները երևել Հիմա դարեգան մասին կխոսենք եւ նույնիսկ քանակը հիմա ասենք քանի միլիգրամ 10 միլիգրամ 6 միլիգրամ 2 միլիգրամ եթե բարձր է քանակը ավելի ռիսկը բարձր գլա որ աչքի մեջ կրնանք սկսենք վնաս տեսնալ շատ կարևոր է եւ շատ հիվանդներ ունին որ 6 ամիսը մեկ կուքան թեստերը մենք կնենք եւ շատ անգամ օքեյ գլա եւ ես արդեն տելեֆոնը գարնեմ բժիշկին հետ խոսիմ գսեմ եկավ իմ կովս ամեն բան օքեյ գրնա թեղը շարունակել կամ electronic fax կնենք նկարները հատագին եւ այդ visual field test-ը rheumatologist բժիշկին եւ իրենք կրնան սկսել նորեն թեղը շարունակել եւ 6 ամիսը մեկ միշտ կչեք կնենք որ գրնանք տեսնալ եթե իդ ստուդիո գրնանք կալ նորեն գսեմ ցեզի եթե մեկու գիտեք կամ դուք plaquenil hydroxychloroquine amiodarone tamoxifen նույնիսկ sildenafil, որ Viagra-ի ջեներիկի անունն է, պետք է աչքերնիդ ստուգեք, որով այս թեղերը մեկ բան գոքնե, բայց ուրիշ բան կխանգարե, այդ ուրիշ բանը ինչ է, աչքը դե։ Նորեն գրնակ կորզածել, կարևորը բժիշկը, աչքի բժիշկին երթակ, սեն է ցեզի, որ հատակ օքեյ է, վնաս բամը չգա, գրնակ թեղը շարունակել։ Մինակ
բժիշկին սկուշան դակ պիտի մնաք։ Okay, լսենք ցեզ մենք հիմա live ենք։ Hello, ինչպես կրնանք օգնել։ Please television-ին ցայն իջեցեք։ Բարև ձեզ։ Կատարակ սերջերից ինչ հետևանք սպի եմ տեսնում աչքի մեջը, այդ սպին հիմնական մնալը թե կհարվի կգնա, կտրած տեղը սպի եմ, բերին գույնի սպի եմ տեսնում։ Քո աչքը կատարակ կորզողություն եղեր է։ Այո, և սպի կա աչքի մեջը, այդ սպին չի հալվելու գնա, տենց պտի մնա։ Okay, բեք չէ որ աչքի մեջ սպի լա, սպի հետ կապ չունին, հիմա ետք գրնանքն է վիդյոյին երթալ, կատարակ կորզողություն ասել է, որ աչքին մեջի լենզը, ոսմիագը, ոչ երջաթաղանթը, ոսմիագը, ասի աչքի մեջը լենզ մգա, եթե թեղինցած է, ադորանունը կատարակ կսեն, ուրեմն ինչ պետք է լա, կորզողությունը 8 րոպե է, կորզողությունը լեյզերով, առաջ թանագով գնեին, հիմա լեյզերով, սկիզբը լեյզերը գեղև մգստեղծ է, և լեյզերը պիցայի բես at եղած լենզը գգդրե 4 բաժինով, վերջը երկու at կորձիկ կա, ultrasonic needle է ինքը և մեջը վակյումով, գմտնան at հին ոսմիագը, որ կատարակտ եղեր է, ultrasonic vibrationներով իրեն գջարդե և ջարդած փշրանքները վակյում կնե, աս բոլորը 8 րոպե է, հիմա աչքը դադարգ է, չի տեսնար, երորդ մասը հիմա նոր լենզ բիդի թրվի, աս լենզերը ինքանրապես ամերիկյան կամ գերմանական, հիվանդին դեսողության չափով գաբսպրվի, լենզը մեջը գթրվի, արդեն 1-2-3 օր վերջը դեսողությունը գբացվի, դեղ մի ես չեմ դեսնար կամ գրնամ ասել, որ սպի գա, մինակ թե at մուտքը, ուր որ բիդի մտնան, որ լենզը տնեն, ադի մի քանի շաբաթից գանցնի at մուտքը, որ լենզը մտցուցին և արդեն հիվանդը լավ գդեսնա։ So եթե ետ ստուդիո գրնանք սկալ, բեք չէ որ ոյվ է մեկ սպի լա, չեմ կիդեր ինչու համար կեզի սպի ըսված է գամ թուն գգարձես, որ սպի գա, սպի հետ պամը չի գա, մեջի ոսմիագը գել է, նոր լենզ կթրվի։ Okay, thank you, telephone-ին։ Hello, ինչպես կրնանք օգնել։ Բարև ձեզ։ Hello, բարև ձեզ։ Ես ուզում էի հարց տալ ձեզ մի հատ, եթե կարելի է։ Հարգավ, սիրով գրնակ հարցնել։ Ուրեմն ես իմ աչքը կենտրոնը ուղիղ որ նայում եմ չեմ տեսնում։ Այո։ Կողքերը լրիվ տեսնում եմ, կողքերը։ Իսկ կենտրոնական մասը չի երևում։ Դրան ինչ որ մի բան կա ձեր նայելու բուժելու, մի քանի անգամ բժշկի մոտ եղել եմ, տարբեր ժամանակներ, մի 6 տարի այսպես է։ Ինձ ասում են պետք է սրսենք, ասեմ ուրիշ ձև կլինի, ասում չէ։ Ուզում եմ իմանալ։ Yeah, all right. Thank you telephone-ით, ուրեմն at ըսած դեղըտ, քեզ ես տելևիզիոնով բիտ բացատրեմ, աչքին մեջ հատուկ տեղ մգա, որ մեր բոլոր դեսողությունը, քու դեսաթաշտին գենտրոնը, ինչ որ հիմա ասիր, at գենտրոնը, որ թուն գդեսնաս, որ խավար է, բայց գողքերը լավ է, at գենտրոնը գհամեմատվի աս մեկ տեղը, որ ես քրիչով գծած եմ։ Հիմա ասի մենք վերենն էցանք, եթե կողքից եթանք, ասոր անունը մակյուլա գսվի, մեր դեսաթաշտին գենտրոնն է, հիմա եթե ես կողքից մտնամ, աստեղ բիդի տեսնաս, որ փոս մգա, և բոլոր քու դեսածը ծնած օրեն, միչև հիմա ինչ որ թուն դեսեր ես, at բոլոր դեսողությունըտ գուքա աս մեկ փոսին վրա, So երբ որ մեկը ասեմ ինձի, որ գենտրոնը խավար է, ջմրտկված է, ձուր է, վեր ու վար է, ասել է, որ at դեղը վիրավորված է, ասի կկոչվի տեսողության գենտրոնը։ So եթե տեսեր ես, որ տեսողության գենտրոնը սխալ բան մգա, լավ չերևիր, կհամեմատվի at մեկ տեղը։ Հիմա եթե ետ ստուդիո գրնանք կալ,
ինչ կրնա լալ at մեկտեղը կրնա լալ որ at ամենակարևոր դեղը քո աչքիդ մեջը կրնա լալ դագը այրուն գա եթե ես վիդեո կրնանք երթալ մտնանքն է աչքին մեջ at ամենակարևոր դեղը եթե տակը այրուն հավաքվավ հեղուկ հավաքվավ ջուր կամ այրուն հիվանդը կսկսի բխտոր տեսնա հիմա ասի նորմալ տեսողություն է բայց եթե ասենք վիրավորվավ կամ փամ եղավ սենտրալ տեսողության կենտրոնը at մեջտեղի մասը ջուր ջմրտկված վեր ու վար գիծերը կսկսի տեսնալ հիվանդություններից մեկ հատը որ պատճառ կլա macular degeneration ասել է որ աչքին at ամենակարևոր դեղը որ macular է անունը եթե տակը հեղուկ կամ այրուն հավաքվի կսկսի ջուր եւ ջմրտկված տեսնալ ինչպես որ հիմա կտեսնաս կորած օրինագի մեջ եթե ասանք ջուր եւ ջմրտկված կամ սև կոնտրաստը գործընծուցած սպիտակ ջուր ոչ հավասար ասել է որ այդտեղ տակը այրուն կա տակը հեղուկ կա ուրեմն այսօր բուժումը մինակ սրսկումի հետ կլա թեղ մգա որ աչքի մեջը պետք է թրվի որ հասնին at յետևի բադը եւ at տագի հեղուկը ներս ծծվի ասոնք անունը retinal injections հիմա ես պիտի գրնամ ցույց տալ քեզի որ հասկանաս ինչու բարձ գաթեցնելիք թեղը չաշխատիր ասոր համար որով խնդրեմը աչքին յետևի բադն է հիմա եթե երթանքն է այդ վիդեոին քու խնդրեմը այստեղ աչքիդ յետևի բադն է ինչ որ ալ գաթեցնենք աչքին վրա հոս կմնա գաթեցնելիքները չի մտնար աչքին մեջը ուրեմն եթե հիվանդությունը հոս է պետք է թեղը մեջը հասցնենք դե ինչպես մեջը պիտի հասցնենք թեղը պետք է աչքին մեջը սրսկվի հեղուկի մեջ հիմա պիտի տեսնաս ճիշտ հոս ասեղը մդավ ասեղը գմցնեն թեղը մեջը գտնեն թեղը 28 օր աչքին գնդագի մեջ կմնա եւ այդ 28 օրվա մեջ կմտնա բադին մեջեն եւ ինչ որ դագը ուռուցք այրուն ճուր հեղուկ կա բոլորը ներս կծծվի so եթե ես ստուդիո կանք կարաչարգեմ ցեզի եթե ասեր են որ սրսկումա պետք է սրսկես եթե չի սրսկեցիր այդ դագի հեղուկը օր շաբաթ ամիս տարի պիտի շադանա եւ ասքանը գործընծուցիր պիտի սկսի ավելի կամած տեսաթաշտը լրիվ մտնալ դակին պիտի շարժիս եթե նոր է աս դիագնոզը շուտ մեն պիտի սկսիս բուժման եթե համբերես ամիսները դարիներ դարձավ ավելի դժվար պիտի լա իրեն յետ վերաթարցնել քու տեսողությունը աս բոլորը մենք կնենք եւ մենք ասոր վարպետներ ունենք մերինը USC պրոֆեսոր է ռետնայի դոկտոր Բաթի տեսերեք շատ անգամ կովս կուքա եւ մենք աս բոլոր սրսկումները օֆիսի մեջ կնենք Pasadena կնենք Van Nuysի օֆիսը կնենք որ North Hollywood է Glendale-ի օֆիսը կնենք եւ ամենը շաբաթ օրերը կնենք so հիվանդները գուքան ով որ պետք ունի գնենք ով որ պետք չունի չեն գներ բայց եթե եկար դեսար նկարեցինք տեսանք պետք ունենք կարաչարգեմնես կամ նույնիսկ եղածնալ պիտի սկսիս գործընծնել okay thank you տելեֆոնին hello ինչպես կրնանք օգնել Dr. Jan նորից ես եմ okay good ինձ չեն կտրել լեզերով չեն արել կտրել են կատարակտը լեզերով ինձ չեն արել կտրել են ասես շատ հասած է կատարակտը հիմա ուզել իմանալ ես շատ լավ եմ տեսնում ես առաջի օրը լավ եմ տեսնում բայց կողքը հայլիով սես դերին փուչուր մի նշան եմ տեսնում ասում ստիա դոկտորը այդ ստին կանցնի թե չէ չգիտեմ okay ինչքան ժամանակ է որ վիրահատվել ես նոյեմբերին են արել ասած տարի նոյեմբերին արդեն 6 ամիս եղավ հա ճիշտ է մի քիչ փուչուրացել է այդ ստին ես ուզում եմ իմանալ Medicare-ը լեզերը փակում է կատարակտը թե չէ հիմա մենք օրինակ կատարակտն ենք լեզերով գնենք որով մենք կուզենք որ բոլորը լավը լա բայց ես կսեմ միշտ մենք լեզերով գնենք որովհետեւ ամենաապահովն է հիմա ես կսեմ 6 ամիս միջև 9 ամիս համբեր է եթե չանցավ հրամեցեք եկեք կուզեմ տեսնալ եթե փամն է որ մենք կրնանք օգնել կօգնեմ գներեք անջատեցի որով 7 սեկունդ մնաց Kişer pari polorit kal yer guşapti orı gıdesnevink.